Բարի երեկո, բարի գալուստ ներս, այսօր ներսարի գիշերային շոուն կհյուրընկալի երաժշտական աշխարհի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր իրենց յուրահատուկ ոճով եւ էներգիայով գրավել են մեր սրտերը։ Պատրաստվեք հետաքրքիր զրույցի Գաթա բենդի հետ եւ հիմա դիմավորեք մեր գառն ու անարատ յուղով ու մեղրով պատրաստած Գաթայով մեծացած, բայց միշտ բարեկազմ հաղորդավարին Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել Ներսարի գիշերային շոուի այսօրվա թողարկմանը։ Այսօր ներսում կլինեն մարդիկ, ովքեր իրենց երաժշտությամբ եւ ստեղծագործություններով հարստացնում են մեր մշակույթը, բայց մինչ նրանց բեմ հրավիրելը, եկեք մի փոքր խոսենք դիետաներից։ Անկեղծ լինենք, խմորն ու քաղցրավենիքը մեր կյանքի իսկական փորձությունն են դարձել։ Դիետապահելիս թվում է, թե Գաթան դիտավորյալ քեզ համար է թխվում, իսկ խմորի հոտը քոտան դրանտակով ներս մտնելով սողոսկում է անկողնուտ մեջ։ Եվ ամենավատը, երբ որոշում ես Գաթա չուտել, շրջապատում բոլորը սկսում են պատմել, թե ինչպիսի համեղ Գաթա են փորձել։ Գաթայի մասին խոսելիս պետք է հիշել Գաթայի գառն ու ավանդույթը, բաժինքը։ Պատկերացրեք Գաթա, որի մեջ մետաղադրամ են դնում ու ում բաժին ընկնի, համարվում է հաջողակ։ Բայց եթե դիետա ես պահում եւ Գաթա չես ուտում, ապա փաստորեն հաջողությունն էլ կողքովդ է անցնում։ Ու քեզ մնում են Գաթայի լուսանկարները սոցիալական ցանցերում։ Անընդհատ հանդիպում ես Գաթայի այնպիսի լուսանկարների, որ թվում է դրանք հատուկ քեզ են ցույց տալիս։ Գայթակղելու համար Գաթան հիշեցնում է մեզ, որ կյանքը պետք է վայելել, նույնիսկ եթե դա նշանակում է մի փոքր ավելի քաշ հավաքել։ Բայց այսօր մեր Գաթան բենդի տեսքով է լինելու, իսկ ես առաջարկում եմ հենց հիմա ողջունել մեր բենդին, Rutline and Friends տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք։ Ու հար, միանգամից ասա, որ երգն ես սիրում Գաթա բենդից կամ Վահե։ Ես կրնամ, ոնց թվա մենք երկուսս էլ այդ հարցում կհամընկնենք, թեպետ շատ են, բայց մենք նոր քննարկենք Տատիկ Զալուր երգը։ Նոր Եթե չես լսել, կրնանք հենց ուղենք այդ սխալը։ Կամ վստահ եմ լսել եմ, բայց չեմ հիշում այս պահին։ Ուրեմն ես գնամ դեպի բար, ինչ կպատրաստեմ կոկտեյլը, մենք կվայելենք նաև այդ ստեղծագործությունը։ Գնացինք։ Շնորհակալություն տղեկ, դե հա, իրականում լսել էի վստահաբար այս երգը, ուղղակի այդ միանգամից չհիշեցի եւ ասեմ, որ այս երեկո ներսում հենց նրանք են լինելու, այնպես որ մեզ սպասվում է նոր երգ, նոր տեսահոլովակ եւ իհարկե ես կասեմ նաեւ երգի անունը Խուճուճ Մուճուճ եւ ինչպես տեսնում եք ես արդեն բարի հատվածում եմ ու այսօր կպատրաստեմ հատուկ կոկտեյլ նվիրված մեր հյուրերին եւ նրանց նոր տեսահոլովակին ու մենք այն կանվանենք հենց Խուճուճ կոկտեյլ։ Այնպես որ հիմա ձեզ կասեմ թե ինչ է պահանջվում Խուճուճ կոկտեյլի համար 50 միլիգրամ B&M 7 տարեկան կոնյակ 50 միլիգրամ նարնջի հյութ, 1 մանրացրած ելակ, որն արդեն սառույցի հետ բաժակներում է ինչպես տեսնում եք եւ հիշեցնեմ ձեզ, որ այս ամենը իսկապես բավականին հեշտ է, easy mix-եր ենք մենք ձեզ համար առանձնացնում, որպեսզի դուք եւս տանը կարողանաք պատրաստել ու թեկուզ հենց ներսարին դիտելու ընթացքում վայելել մեզ հետ միասին այս ֆանտաստիկ կոկտեյլները B&M կոնյակի հիմքով, քանի որ իմ հյուրերը 4-ն են, ես կպատրաստեմ 5 բաժին, ես էլ հյուրերիս հետ միասին պիտի խմեմ, ահա, նարնջի հյութն ենք ավելացնում, ու մի քիչ հետո արդեն կհասնի իմ սիրելի պահը վստահ եմ հիշում եք, արդեն թե բառում որն է, իմ սիրելի պահը, սառույցը կավելացնենք հիմա Ահա
Եվ խոստացված սիրելի բալը։ Ահա, համը ինչպես մեր հյուրերի երաժշտությունը, թարմ, հետաքրքիր ու մի փոքր խոճուճ։ Եվ հիմա մի փոքր դադար, որից հետո կդիմավորենք մեր հյուրերին Գաթա բենդի անդամներին, իսկ դուք միացեք մեզ մեկ գավաթ ընդդեմ 3, 5, 7 եւ 10 տարվա կոնյակներից որևէ մեկով, որովհետեւ այս կոնյակը կարողանում է երեկոն դարձնել առանձնահատուկ։ Գնացինք։ Մի հեռացեք, քանի որ դադարից հետո մեզ հետ կլինեն Գաթա բենդի տաղանդավոր երաժիշտները։ Զրույցով իրենց նոր տեսահոլովակի երաժշտական ուղու եւ ապագա ծրագրերի մասին։ Բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, քեզ կանչում եմ տես, ու անընդհատ սպասում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք երեկոն ու միանգամից ուզում եմ ներս կանչել հյուրերից։ Դիմավորեք Գաթա բենդի անդամներին Վարեշնոր Անդրանիկ Սարգսակ Մանուկյան, Գարեգին Առաքելյան, Նորայր Քարտաշյան եւ Էրիկ Ասլանյան։ Ներս եկեք։ Նավավարարութինը, նավաց միտեքի, աղվանիս ու օսանիս, դազանը շանելու է, աղվանիս ու օսանիս, դազանը շանելու է, մեր ծովի ալիքները գնում են գալիս, աղվանիս ու օսանիս, բարև են տալիս, աղվանիս ու օսանիս, բարև են տալիս։ Բարի երեկո, բարի գալուս ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ որ այստեղ եք ու մինչ զրույցը սկսել է իհարկե առաջարկում եմ խմենք միասին ասելով ձեզ մի անգամ էլ բարի գալուս ներս ու բարձրաբար պիտի միասին վայելենք իմ ձեռքով սարքած Վիենդեմ կոնյակի հիմքով կոկտեյլները։ Բարի գալուս ներս։ Ողջույն, շնորհակալ եմ որ ներսում եք։ Դե գանք ամենասկզբից, չնայած մենք բազմիցս հնարավորություն ունեցել ենք եթերում զրուցելու, բայց կուզեմ Անդրանիկ Սարգսակ, որ նորից պատմենք մարդկանց, ովքեր մեզ առաջին անգամ կլսեն, Գաթայի պատմությունը, հա, բենդի ստեղծման գաղափարը ոնց եղավ, որ ծնվեց այս հրաշալի բենդը ու ինչու հենց Գաթա։ Գաթա, ասեմ, նախ ծնվեց ի սկզբանե Գարիկի հետ, Նորայրիս հետ, Երոյիս հետ, երկար տարիներ, ցենց ասած, եւ շատ մարդկանց հետ մեր մասնագիտական առումով ասեմ որպես արվեստ ծառայում ենք, հետո այդ ծառայությունը մատուցում ենք ժողովրդին հանրությանը։ Մի օր, չգիտեմ, տենց միշտ պրպտում էի, Գարիկս եկավ, ասեց, ուզում եմ գաթախումբ ստեղծենք։ Ես էլ ասի Գարիկ ջան, ո՞նց կուզես, դու ասա, ես պատրաստ եմ, ինչով կարող եմ օգտակար լինեմ, ես պատրաստ եմ, ոնց որ սենց բոլոր իմ ընկերները, բարեկամները, բարի կամեցողները։ Մնացածը Գարիկը թող պատմի, ոնց եղավ, ինչ եղավ, ինչի եղավ։ Դե մանկական երազանքեր իմ համար շատ նվիրական, որովհետև զբաղվում ենք ժողովրդական ֆոլկլոր երաժշտությամբ եւ մշակումներով եւ համապատասխան անուն պետք էր ընտրվեր եւ Գաթան իմ կարծիքով ամենալավն էր, որովհետև մեր երաժշտությունը ասոցացվում է հենց համ հայկականի, համ համով ուտելիքի հետ։ Այդպես։ Ռեստալի։ Լավ, բայց Գարեգին դու ղեկավարում եք բենդի նաև գործիքային մասը ու ինչպես եք ընտրում երաժշտական գործիքները, ոնց եք դրանք համադրում ձեր ստեղծագործություններում։
ավելի շատ ինտուիտիվ, քան հաշվարկով, որովհետև երբ որ երգը լսում ես եւ զբաղվում ես գործիքավորմամբ, արդեն ինքը երգը թելադրում է, երգի ասելիքը տրամադրությունը նյութը թելադրում է, թե ինչ գործիքակազմ ընտրեք եւ ունենք նաեւ քանի որ կազմը փոքր է, 4 հոգի ենք, այս դեպքում մի քիչ հեշտանում է գործը, որովհետև դու գիտես ինչ էլ մտածես, այդ 4 մարդու շրջանակում պետք է մտածել, այդպես ինտուիտիվ եւ այդ որոշակի պրագմատիկ հարցերի օգնությամբ։ Հրաշալի։ Նորայր, դուք նվագում եք փողային գործիքներ ու ես մինչև նաև ձեր առանձին գործունեությունն եմ ուսումնասիրել ու շատ սիրել եմ միշտ այն ինչ որ դուք անում եք։ Այ հետաքրքիր նաև ոնց եք դուք ձեր նվագը համադրում Gata Band-ի ոճի հետ ու ոնց է այն իր ազդեցությունը ունենում։ Դե սկզբից մենք վաղուց ենք միասին սկսել, կարելի ասել արդեն հետո մի հատ ժամանակ եղավ, որ գնացինք ամենքս մեր գործերով, այսպես ասած, ու հիմա նորից որոշեցինք, որ այսպես մի հատ թարմացում անենք միասին, որը որ բնականաբար հույս ունենք, որ գեղեցիկ հույզեր կպատվիրի, կառաջացնի մարդկանց մոտ ու դե հիմնականում ամենակարևոր առաքելությունը երաժշտի դրա մեջ է կանում, որ եթե դու տոնը նստես ամեն օր 10 ժամ նվագես, դա ոչ մեկին պետք չէ, այսինքն կիսվելու մարդկանց հետ քո հույզերը, քո մտածումները կիսվելու իմաստն է, որ մեզ միացնում է, ընդհանրապես երաժիշտներին, այսպես կարող եմ ասել։ Հրաշալի։ Ես շատ ուրախ եմ, որ նորից ակտիվ եք ձեր գործունեությունում ու ես հաստատ այն մարդկանց եմ, որ անկեղծ կարող եմ ասել, սպասում եմ նոր աշխատանքների միշտ ու Էրիկ, հարվածային գործիքները իսկապես շատ կարևոր դեր ունեն ու հենց ձեր բենդում էլ բնականաբար էլի շատ կարևոր են ու ոնց եք ստեղծում են ռիթմերը, որոնք առանձնացնում են Gata-ի բոլոր գործերը, որ լսում ես միանգամից արդեն տեմպո ռիթմից ու ստիլիստիկայից գիտես, որ այս Gata-ի գործն է։ Դե կարելի է ասել, որ այստեղ ավելի շատ կարիքի ֆակտորն է, իր մտահղացումներն այդ ամենը, մենք հետևում ենք իր մտահղացումներին եւ այդ ռիթմերը կարիքի ճաշակով Կարիքի մատը խառն է։ Անպայման։ Ստե, շատ լավ։ Գանք նոր տեսահոլովակին, հա? Խուճուճ-մուճուճ։ Այո։ Շատ հետաքրքիր ու շատ դրական տեսահոլովակ։ Կպատմեք ոնց ստեղծվեց երգը, տեսահոլովակը ու ինչու հենց խուճուճ-մուճուճ, արդյոք սա գործ էր, որը վաղուց կար։ Անկեղծ ասած, հա, վաղուց կար, ես շատ երգերի հեղինակ եմ, ստեղծագործում եմ եւ այլն, ինչպես շատ մարդիկ։ Այս երգը էլի վաղուց sense պրպտում էինք, երգում էինք, բան, տենց կամած ու եկավ հասունացավ պահ, որ որոշեցինք արդեն Գարիկիս հետ, Նորայրիս հետ, հա, sense ամբողջությամբ ամփոփենք ու տեսահոլովակ նկարենք։ Հիմնական շրջանում Գարիկինս հետ ամբողջ գործնական աշխատանքը հավաքեց իրար գլխին, հետո ձայնագրվեցինք ու որոշեցինք արդեն ամբողջությամբ տեսահոլովակ նկարենք։ Իհարկե ամեն մեկս ոնց որ ասած մեր մասնագիտության մեջ մեր դերը խաղացինք, հետո վերջում էր ստացվեց որ խուճուճ-մուճուճը շատ հետաքրքիր երգ է եւ sense ասած ավելի շատ հայեցիկ հայերեն ու կուզենամ մեր ժողովուրդը առաջնային հերթին լսի, ուրախանա, հասկանա, որ մենք հայ ենք, ունենք անելիք եւ միշտ պետք է հայերեն ստեղծագործենք, հայերեն ապրենք, հայերեն խոսենք, հայերեն մեկս մյուսին բարին կամենանք, աշխարհին էլ ասենք, որ էս մենք ենք, արարիչը սենց արարել։ Եվ ավելացնենք, որ ինձ համար նախ շատ կարևոր ստեղծագործություն էր, որովհետև վերջապես երկար տենց խոսակցություններից հետո վարպետի հետ, Նորայրի հետ նորից համագործակցեցինք եւ ստուդիայի աշխատանքի եւ ստեղծագործական եւ ավելացնեմ նաեւ, որ պարկապզուկ ենք օգտագործել հայկական ծիրանափողը, զուռնա, այդպես վարպետը գեղեցիկ իր նվագներով գեղեցկացրել է այս նոր երգը, շատ կարևոր է, որովհետև այսօրվա երաժշտական էլի աշխարհի համար շատ հետաքրքիր կլինի տեսնել համադրությունը կիսաէլեկտրոնային երաժշտության, ֆոլկի, պարկապզուկի համադրությունը, այդպես Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ ու ինձ նաև շատ հետաքրքիր է, որ Gata Band-ի ստեղծագործությունները միշտ շատ տիպիկ հայկական են ու միքսված ժամանակակից տարերով, հա, այսօրվա հնչերանգներով, ինչ որ լուծումներով, որը ինձ անձամբ շատ դուր է գալիս, բայց ինձ շատ հետաքրքիր է այդ process-ը, ոնց անել այդքան ճիշտ
համադրությունը, որ ստանանք այն ինչ որ ունենք այսօր։ Գաղտնիքը կարող եմ ասել իմ համար, ես բանալին ոնց եմ գտել, ամենակարևորը որ ոչ թե ֆոլկ երաժշտությունը ծառայի էլեկտրոնային երաժշտությանը լրացնի, այլ էլեկտրոնային երաժշտությունը միշտ այդ գործիքակազմը, հա, լրացնի ֆոլկ երաժշտությանը, այսինքն դոմինանտողը այստեղ պետք է լինի սկզբնաղբյուրը։ Մնացածը դրանք բոլորը լրացումներ են, դեկորացիաներ են, համեմունքներ։ Դա գաղտնիքը։ Ինձ նաև շատ հետաքրքիր է, որ դուք բոլորդ առանձին, հա, ինչ երաժիշտներ են ազդել ձեր վրա, ինչ երաժիշտներ են ձեզ ոգեշնչել, գուցե նաև տարիներ առաջ, հա, որ այսօր դուք բոլորդ անում եք այն ինչ որ անում եք։ Իզնից սկսենք, որովհետև իմ կողքը նստած է մեր վարպետը Նորայրը Քարտաշյան, կարելի ասել իմ երաժշտական մտածողության, ճաշակի եւ ձգտումների գլխավոր պատճառը վարպետն է, որից ես առ-այսօր լիքը բան եմ սովորում եւ դեռ շարունակելու եմ սովորել ու մեծ պատիվ է, որ այսօր իր կողքին նստած եմ եւ իմ հիմնական մուսաները եւ աշխատելու ցանկությունը որպես երաժիշտ անընդհատ զարգանալու մղումը իրենից է եկել, այդպես։ Այդ իմ մասով։ Ինձ հետ կապված, որ ես արմատներով ասեմ Մարեմցյան Հայաստանից Սասունցի, այդ երկն ու բառն ու բանը, հա, կենցաղը եկել են իմ նախնիներից, հատկապես, որ այսօր իմ գեների մեջ խոսում է տատի հորոմս է, հողորմի բոլորիս անցավորած, հողորմի մեր մեծերին, հետո այդեն շարունակվել է, մեկ էլ շատ է սիրում մեր հարևան գյուղացի, Կաքավազորից, երջանկաշիատակ, մկրտիչը կար, զորնայեր նվագում ես ավանդական պարերը, ես փոքր ժամանակից, որտեղ որ մեր ավանդական հարսանիքները լինում էր, անկախ են բանից հրավիրված լինենք, թե չէ, երեխա է, գնում է այդ պալատկեքի տակ, որ հարսանիքը գնում է, այս կլանված մենակ լսում է քերի մգրո էինք ասում, իր երաժշտությունը, ու այդ պարերը, այդ իրանները ու այդպես մյուս մեծերին, որ տեսել եմ, լսել եմ Քերի Գևորգից, Հայկանուշ Հորաքրոջից, այդ մեծերից սովորել եմ, եկել եմ այսօր էլ փառք Աստծո արդեն կան են մեծերը, որոնք այսօր ոնց Գարիկն ասեց, մեր ընկերն է, մեր եղբայրն է, մեր բարեկամն է, մեր բարեկամեցողն է Քարտաշյան Նորայրն է, ես իմ եւ Նորայրի գլխավորությամբ շատ էլի հետարքիր արվեստի մարդիկ, որոնք իրականից հայերեն են։ Գիտեք, ապրելու համար միջոց շատ է պետք, բայց այնքան միջոց չլինի, որ խանգարի էլի։ Հիմա այս կարգի մարդիկ այդ իրական մարդիկ են, որոնք սնվում են այս հողից ջրից ու այդ հողից ջրից տալիս են պտուղ։ Ես կուզենամ, որ բոլոր արվեստի մարդիկ ոչ մեկին չեմ թերագնահատում, չեմ ասենց ասած ինչ որ բաներ ասում, ապրելու համար եկամուտ է պետք, բայց առաջնային այնպես անենք, որ մեր ապրուստը ստանանք մեր երկրից, մեր քրտինքով ու այն մաքուր քրտինքով ստանանք ու դա շատ գնահատենք, էլի։ Իսկ մնացած արվեստի մարդկանց հետ խնդրեմ, կաղաչեմ, պաղատեմ, ներողություն խնդրեմ, թող շատ ուսումնասիրեն, շատ գրագետ դառնան, հասկանան օրինակի բան կա Հայաստան աշխարհը տարածաշրջանով շատ մեծ է ու շատ բարբարներ կան, շատ լեզուներ կան, կենցաղ կա, ուսումնասիրեն ու ներկայացնեն։ Ես կուզենամ, իսկ մնացածը թող սովորեն, կիրթ դառնան, աշխարհի հետ շփվեն, առնչվեն, լեզուներ, տարբեր ազգերի երաժշտությունները ուսումնասիրեն, հասկանան, պետք է դա, բայց չմոռանան, որ մենք ներողություն հայ ենք։ Իսկան բա։ Շնորհակալություն։ Երաժշտության հանդեպ սերը ու այն բանը, որ հասկացել եմ երևի, որ ես եմ ուզում երաժիշտ դառնամ ու ինչն անդրթե ինձ այս ուղին բռնելու, երևի չէ, հաստատ իմ երկու քերիներն են, որոնք երաժիշտ են ու մանկուց ես լսել եմ, տեսել եմ երաժիշտների, ծանոթացել եմ ու այդ սերը ավելի մեծացել է ու վարպետ Նորայր Քարտաշյանին իհարկե շատ եմ սիրում, լսում եմ ու այդպես Անդո Հոպարին եմ փոքրուց շատ լսել, Գարիկին, այդպես սերը գնալով շատացել է ու այսպես ասած հասել եմ այստեղ։ Հրաշալի։ Դե լսենք, պարոն Քարտաշյան, որ առիթից օգտվելով ասեմ, բայց որ
Ես էլ ձեզ շատ շնորհակալ եմ, որտեղ իմ ուսանողական տարիներին եմ բացահայտել ձեր երաժշտությունը, իմ ընկեր Արտակ Գետահայրապետյան ու հիշում եմ, որ մենք ունեինք առանձին ժամ Քարտաշյանի գործերը լսելու, այդ մեր համար ավելի լայն պատկերացում ունենալու համարերի մասին էր, հա, երաժշտության հետ կապված։ Ու լսենք ձեզ, ովքեր են ձեզ ոգեշնչել, որ դուք այսքան մարդու հետո կարողացել եք ոգևորել։ Իմ առաջին ուսուցիչը, այդպես կարող եմ ասել, Գրիգոր Քարտաշյանը, հայրս, որ արվեստի մարդ էր։ Դե իհարկե ես գտնում եմ, որ գենետիկ կանխադրվածությունը շատ կարևոր եմ համարում, հա, եթե ասենք մարդկա էլի երաժշտական ունակություններ ունի, բայց էթնիկ ուղղության վրա չի, բայց շնորհակալություն Փառք տանք Աստծուն, որ ինքը այդ ներդրումը արել է մեզ համար, այդ շնորհը մեզ շնորհել է։ Ու միայն մարդը պիտի հետևի իր մեջ ազնիվ լինելով, պիտի հետևի, որպեսզի այդ ամեն ինչը ծառայեցնի։ Գիտեք, երաժիշտների մեջ երկու տեսակ մարդիկ կան, նրանք ովքեր որ աշխատում են միայն գրպանի համար, մյուսները աշխատում են, որ բանի համար, ոչ թե միայն քո ապրելու համար, այլ մյուսներին ապրեցնելու համար, այսինքն ստեղծագործել, որ երիտասարդները, մյուս մարդիկ, մյուս սերունդները այդ բան դրոշակը վերցնեն ու շարունակեն այդ ճանապարհը, կարծում եմ, որ միակ ճիշտ ճանապարհը դա է, ու ոգեշնչումն էլ ասեմ, Մարոտատիկս այդ հետարքիր բան ուներ, բացարձակ լսողությամբ գենետիկ բացարձակ լսողություններ ու այդ ամեն ինչը sense ոնց որ գենետիկ փոխանցվել է։ Եվ շարունակվում, որտեղ հիմա էլ կրտսեր Գրիգոր Քարտաշյանն է նաև բեմում, որը էլի ֆանտաստիկ երաժիշտ է։ Շնորհակալություն։ Հրաշալի։ Սեջան, մի բան էլ ասեմ, որ մեր մոտ ամենահետաքրքիրն նա է, ամեն անց տիրապետում է մի քանի տասնյակ գործիքներին, հասկանում եք, սա էլ առավելություն մեր խմբի մեջ է։ Մուլտի երաժիշտներ։ Այնպես որ սա էլ ագին մեզ խմբին համ օգուտ, համ օգտակար։ Ու ազատություն տալիս ստեղծագործելիս։ Կան արդյոք երաժշտական խմբեր, որոնք ազդել են ձեր երաժշտական ձևավորման ոճի վրա, Անդրանիկ, որ դուք որոշել եք, որ օրինակ էս ինձ շատ հետաքրքիր է, ես կուզում ունենանք sense մի բան, չգիտեմ, որ լսել եք, ասել եք, այս խմբի պես մի բան կարելի է անել։ Ես կարելի է ասեմ, երաժիշտը իր հայացքը պիտի հառի դեպի առաջ գնալով, բայց դեպի հետ, այսինքն ժողովրդից։ Կոմիտասի օրինակը վերցնենք, գնաց հավաքագրեց ժողովրդից, որովհետև եթե մենք խորանանք ամեն մի երաժշտություն գրել է ինչ-որ մի անհատ, բայց այդ երաժշտությունը ունեցել է թռչունի առաքելություն, հա, որ թևածել է ու շատ մարդկանց սրտեր է գրավել։ Այսինքն, երբ որ ասում ենք ժողովրդական ֆոլկլոր երաժշտություն, բնականաբար նորից եմ ասում, մի հոգի է գրել, 7 հոգով կամ 20 հոգով չեն հավաքվել գրել, չէ, պրիմիտիվ չբան չանենք այսպես։ Այսինքն, էլի ամեն դեպքում մի մարդ է գրել, բայց այդ երաժշտությունը թռչունի նման է եղել։ Հիմա ուզում եմ, որ եւ բոլոր երաժիշտներին, որ իրանք թե Հայաստանում, թե ամենտեղ, իրանք միակ ուսուցիչը պետք է լինի, ում ծոցից են իրանք դուրս եկել, որ հասարակությունից, որ սոցիումից են դուրս եկել իրանք, որ ժողովրդի ծոցից են դուրս եկել, բնականաբար իր շնորհակալություն այդ մարդկանց հայացքը հառել դեպի սեփական հայրը, մայրը, այսպես ասենք, իմ կարծիքն է դա։ Հրաշալի խորհուրդ, որին պետք է հետևել վստահաբար։ Խոսենք Գաթա բենդից կրկին, ինչ պլաններ ունեք 2025-ին Գաթա բենդի հետ կապված։ Ակտիվությունը շարունակվելու է, էլի լինելու են նոր աշխատանքներ, գուցե կան արդեն պլանավորված համերգներ։ Դե տենց պլանավորած համերգներ եւ ներսում կան, հիմա ավելի շատ ուշադրությունը սևեռված է սեփական նոր երգերի եւ տեսահոլովակների արտադրության վրա։ Անդրանիկը մի քանի հեղինակած գործեր ունի, որ էլի ընթացքի մեջ են, որ հիմա մենք անում ենք, եւ ընթացքում մի ուրիշ պրոյեկտ էլ կա, որ կարճ վիդեոներ, ռիլսերի բանի ու ավելի ակուստիկ տարբերակով, Գաթայի ակուստիկ տարբերակով կհրապարակենք։ Մեր առօրյա գործունեությունն է, կանգնել չկա, քանի որ սա ոչ թե բիզնես է մեզ համար, այլ ապրելակերպ է։ Մեր ստուդիան, մեր Անդրանիկի տան ներքևում գտնվող ստուդիան իմ երկրորդ տունն է եւ ավելի շատ հոբի էլ չէ, ապրելակերպ է, ստեղծագործելը, քան ինչ որ նպատակով ուղղված, ինչ որ հասցեագրված տեղ գնալու։ Այդպես։ Խոսենք նաև Գաթայի հիթերի մասին, հա, որովհետև Գաթան
իրականում այդ իմաստով շատ մեծ գործ է անում, որ մեր մաքուր հայկական ազգային երաժշտությունը վերցնում եք, միքսում եք, մատուցում եք ու մարդիկ այդ շատ սիրում են, շատ ընդունում են բոլոր մեքենաներից ու ամեն ինչից հնչում է այդ ժամանակ Գաթայի կոնկրետ երգը, որն է գաղտնիքը այստեղ, հա, հիշում եմ, օրինակ չգիտեմ, երբ որ ես փոքր էի, հիշում եմ, որ լիլի երգներ ու ամբողջ ազգը լի տենց անելով անել գալի, հետո եկավ տոտիկ մոտիկ։ Մի խոսքով, Գաթան պարբերաբար ունենում է շատ սուպեր հիթային երգեր, որտեղ է գաղտնիքը։ Այստեղ իմ կարծիքով նախ Անդրանիկի ֆենոմենն է, որովհետև Անդրանիկը եւ իր կերպարով, եւ երգելով, եւ ապրելակերպով շատ անկեղծ է, ամեն ինչի մեջ սուպեր անկեղծ է, եւ Անդրանիկը չի խափում, ոչ միայն արվեստում, ընդհանրապես առօրյա կյանքում այդ մարդը ընդհանրապես խափել չգիտի եւ կարծում եմ իր տեսակը եւ աշխարհում եթե ման գաք Անդրանիկի նման երկրորդ մեկին չեք գտնի եւ ապրելակերպով եւ տեսքով եւ ձայնով կարծում եմ ավելի շատ այդտեղ է ֆենոմենը մնացածը դրանք լրացումներ են ինչ որ մենք անում իմ կարծիքն է չգիտեմ Ոնտիր ես կուզեմ բայց Անդրանիկն էլ ասի մեզ մասին անկեղծ ասած ես էլ ասեմ երբ որ ասում ազգ ենք կամ մարդ ենք կամ հայ ենք մենք այդ ամբողջի մեջ ենք ամփոփված ու ես փառք եմ տալիս ասում ոնց որ Գարիկն ասեց ես կարողացել եմ այս գայթակղող աշխարհի մեջ իդեալ չեմ կարող լինեմ իդեալ լինեի դրախտում կնեի բայց աշխատում եմ իմ ամենահետարքիր ապրելակերպի մեջ իմ անցած ճանապարհի մեջ կարողանամ մնամ մաքրեմաքուր մարդ հայ նվիրյալ այդքան բան ու ինչ որ տեղ իսումա ստացվել է որովհետև այդ ես չեմ ասում կամ Գարիկը որ ասում է այտենց բան իրականից այն ավետարանի ասածն է էլի ասում է մարդիկ գործերով են ի հայտ գալիս այդ մարդիկ բոլոր իրենց գործերով են ի հայտ գալիս լավ վատ սխալ ճիշտ արդեն հասանելի է եւ տեսանելի եւ ընդունելի դրա համար մենք մեր տարբերակների մեջ կարելի ասել մեր գործերով ենք ի հայտ ու դա Աստված որ ինչքան էլ գայթակղություն կլինի արարիչ այնքան բարիք է ստեղծել այդ բարիքը ճիշտ է բայց մարդը որպես խնամք մատուցող եւ սնվող իրականից կարող է բարին կամենալ հիմա ես իմ հոգեբանությամբ աշխատում եմ որպես մարդ բարիքից օգտվել ու ոչ թե հասկանալով դա բարին է ու հասկանում եմ, այլ կարողանամ այդ ամեն ինչից ելնելով բարին կամենամ, որը առաջնային։ Իրականում իմ հարցի ենթատեքստը հենց դա էր, որ դուք կարողանում եք դիմակայել գայթակղություններին, թե ստեղծագործական թե կյանքային ու բայց դրանով հանդերձ նաև ունենալ հրաշալի արդյունք ու մարդկանց հասցնել Ներսեջան, այնպես չի որ փողի ղադրը չգիտենք կամ վաստակ ինչ ենք հասկանում, այդ ամեն ինչից պարզ Միանշանակ բոլորս էլ գիտենք այդ ինչ բան է, բայց մենք փողին չենք ուզում գերի դառնանք, հա, ուզում ենք ունենանք այնքան փող, որ մեզ հոգս չպաճառի, մեր կարիքները, մեր ամեն ինչը, մեր ընտանիքը, մեր երեխեքին կարողանանք հասնենք իրանց նպատակին, վաղվա օրը իրենք են արդեն պետք է որոշեն։ Իրենք թող հասունանան, սնվեն են, որ ասում է կանաչ կարմիր խաչկապ չէ, որ հասունանում է, ասում ես հասունացել արդեն պտուղ պետք է տա։ Հիմա երբ որ հասունացել այդ արդեն պտուղը իր ժամանակն է, ինքն էլ իր դարաշրջանը ու իր կյանքը պետք է ապրի, բայց գենը տալիս է այդ ամեն ինչը։ Դրա համար չենք ուզում այդքան շատ, ինչ որ ասում է, դրամ, հա, մամոնա, որ հետո ավելնոր թողս լինի, գնանք քնենք, չհասկանանք ոնց հաշվենք կամ ինչքան մեղ գործեցինք։ Չէ, մեր համապատասխան քրտինքին թող Աստված մեզ տենց ասած տա, իհարկե տալիս է, բայց խնդիրներ կա չարիքի էլի, որ չարիքը չի հասկանում, չարիքը ասենք մարդն է, թշնամին մարդն է, չարանում է գործողություն է կատարում, զրկվում եմ ես իմ օրինակի համար կենցաղից, ելույթից, այս մարդը իր ստեղծագործական աշխարհից, հա, այն ինչ որ պետք է զբաղվի անի, բայց հիմա խնդիր ունի կենցաղի, իր կենցաղը պետք է ապահովի։ Ասենք այդ ինչ որ մեկն է այդ խնդիրը ստեղծել, ոչ թե Եթե լսում ես աստվածային գործիք, հա, բլուլ, հա, սրինգ,
Որտեղից է դրա պատմությունը հասկանաս ու նստես վայելես դա, ոչ թե հարկելես կամ ինչ-որ փնովես կամ ինչ-որ չհասկանալով ինչ-որ բաներ արել։ Այդ իհարկե մի օրինակ էլի։ Դրա համար ավետարան էլ ասում, չէ, գողություն մի արա։ Հիմա մարդիկ գողություն են անում, հետո սկսում են հետևանքների հետևից ընկնել։ Այս իսեր ասում, բարացի մի բառ ասել էլի, մի արա։ Ամենից կլի, այդքան շագացում։ Շնորհակալություն։ Նորայր կուզեմ խոսենք նաև էլի ձեր առանձին գործունեությունից ստեղծագործական, չգիտեմ, նախագծերը, որոնք հիմա զուգորդաբար դուք անում եք, օրինակ, չգիտեմ, One Project-ը որքանով կա հիմա ինչ գործունեություն է ծավալում։ One Project-ը նման է մի բանի, որ երբ որ թռչունը ունենում է բան բույն ձակեր, ձակերը դե թռնել են սովորում ու հետո բարի ձևով թռնում են այդպիսի բան process-ի մեջ ենք, որ արդեն իրանք մեծացել են այդ առաջի կազմը, ոնց որ ասած, ու իրանք արդեն սավառնում են ու հիմա նպատակ կա, որ ոնց որ երկրորդը անենք, բայց բացի դրանից ուզում եմ շեշտել, որ նաև ունեմ, որ մենու նվագախում, դե մենք շատ տենց ավելի շատ դրսում են մեզ ճանաչում, ներսում մի քիչ սպეციფიկ երաժշտություն է, տենց pop երաժշտություն չի, հանրամատչելի չի, այսպես այդ ուղղությունը կա նաև, բայց դա շատ կարևոր եմ համարում, որովհետև երիտասարդները լսեն ու շարունակեն ոչ թե գողանալով կամ կապկելով կամ թութակային կրկնելով, այլ պիտի տա գաղափար, որպեսզի իրանք վերցնեն գաղափարը զարգացնեն եւ շարունակեն առաջ գնալ, այսպես ասած։ Դե ընդհանուր առմամբ էլ նորից ասեմ, որ երաժիշտը ունի առաքելություն, ինքը պետք է այդ առաքելությունը հասկանա։ Դե էլ եմ ասում, մարդկա անկեղծ է, ինքը գնում է միայն ոնց որ Անդրանիկը ասեց, մամոնայի հետևից, այսինքն դա գրպանը ինչ որ շատանում է, մեծանում է գրպանը, բայց կարևոր տեղեր չի տանում, էլի։ Լիքը տեղ դատարկ է մնում, լիքը կարևոր տեղ։ Հա, գիտեք, որտեվ ժամանակի ընթացքում երբ որ պրագմատիկ բան է, մտածողությունը բանանու, գիտեք, որ աշխարհում հիմա այդ է, եթե գնանք պրագմատիկ չափումներով, հա, որ այս բանը կամ ձեռատալիս կամ ձեռ չի տալիս, երաժիշտների 80%-ը պիտի չնվագեն։ Պատկերացնում եք, բայց ինչու են շարունակում երաժիշտները նվագել, որտեվ առանց դրա չի կարա լինի։ Դա ապրելակերպ է, դա մտածելակերպ է, դա կյանքի ձևն է, այսպես ասած։ Կարիքա, պահանջ է, չէ՞։ Իհարկե պահանջ է։ Վանը կվերադառնա նոր կազմով, կարող են։ Վանը նոր երիտասարդներով կվերադառնա, ու դե մենուան էլ գործունեություն ենք անում, դե հուսով։ Արտերկրում ավելի շատ, հա, ելույթներ։ Այո, հա, ավելի շատ արտերկրում, քան թե Հայաստանում, դե որովհետև դա այդպես է։ Ես հույս ունեմ, որ մի օր ներսում ձեզ կհյուրընկալեմ հենց նաև մենուա նվագախմբի հետ կապված, որպեսզի մեզ պատմեք։ Սիրով։ Վերջալի։ Եվ վերջում, Գաթաբենդը ինչ ունի 2025-ի համար, որ արդեն մոտ տարապես մտքներիդ կա։ Եթե կան ինչ-որ բաներ, որ չենք էլ ուզում դեռ պատմել, ամեն դեպքում ինչ սպասենք 2025-ին, առաջիկա 8 ամիսներին, հա դեռ։ Գաթայից։ Կան մտքեր արդյոք թե ոչ։ Մտքեր շատ կան, լիքը նոր երաժշտություն, կոնցեպտուալ իրարից տարբեր գույներով իհարկե, նոր գործիքներ կան, որոնց ես հիմա սկսում եմ սովորել, հուսամ այս տարվա մեջ այնքան կվարպետանամ նվագի մեջ, որ այդ գույները կօգտագործեմ մեր երաժշտության մեջ, այդ իմ մասով, դե Անդրանիկի էլ եմ ասում հեղինակած երգերի վրա ենք սևեռված, դե էլի արխիվում էլ կան երգեր, որ կուզենամ անդրադառնալ անպայման, տեսնեմ ոնց կստացվի։ Հիմնականը դա է։ Ես եկան ունենք համերն են տարբեր տեղեր, հիմա երևի չբարձրաձայնենք, իհարկե կապերը կա, քանի որ ասում է աչքովս տեսնեմ, ձեռքովս բռնեմ, գնանք անք, հետո խոսենք էլի։ Կան տարբեր, նույն ձևի տեսահոլովակների հետ կապված, կարիքս շատ լավ ասեց, հիմա էլի ուրիշ գործիքները դրսից ձեռք բերել, սկսում է աշխատել, հետո հասկանանք, որ գործի հետ կապված կարող եք դրանք օգտագործեք ու միշտ մի օր էլի գանք, ասենք տեսեք, մի քանի ամիս աշխատեցինք, ես էլ
յուրովի մի հատ նոր գործ։ Հրաշալի, շատ շնորհակալ եմ այս անկեղծ զրույցի համար, շնորհակալ եմ ձեր էներգիայի համար դրական ու այն աշխատանքի համար, որ դուք անում եք, որտեղ վստահ եմ, որ դա իսկապես շատ կարևոր է մեզ բոլորիս համար ունենալ նման երաժշտություն եւ այսօր նաեւ շատ ուրախ եմ հայտարարել, որ մենք ներսում կունենանք հեռուստատեսային պրեմիերա, երգի պրեմիերա, բայց այդ ամենը ընդամենը վարկյաններ անց, շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ ներսում եք։ Իսկ ես հեռուստադիտող այսօր այսքանով ասում եմ ձեզ բարի գիշեր, շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ կարճ դադարից հետո մենք բոլորս միասին վայելում ենք Կաթաբենդի նոր երգը Խուճուճ Մուճուճ, ուղիղ մեր բեմից, իսկ տեսահոլովակն արդեն հասանելի է YouTube-ում։ Բարի գիշեր։ Ու ես կհասկեմ իշեր ու ցերե մենակ թե աղջան մեկ այգին որ նայեմ ես կես կարոտս արնեմ սիրուցը թարված մերնեմ քո դռան որ նայեմ ես քեզ կարոտս առնեմ սիրուցը թարված մերնեմ քո դռան Ես քո գուսան ինչ հարմար եք այս շուշան կյանքս առանց քեզի զուր է միտքս փոքիս անզորեն կյանքս առանց քեզի զուր է միտքս փոքիս անզորեն խուճուճ մուճուճ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը խուճուճ մուճուճ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Ես քեզ նվերը մեր միության կամարնի վեր Խարնենք իրար ժեպիտ ուսեր ապրենք կյանքն իմաստասեր Խարնենք իրար ժեպիտ ուսեր ապրենք կյանքն իմաստասեր Մուջուջ մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Շատ է շուշանախիկ ժամ պատարակ մեթան ճրակ Ժամանակը անգին բան է նպատակը սիրո կրակ Ժամանակը անգին բան է նպատակը սիրո կրակ Ուջուջ բուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Ուջուջ մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Խուջուջ մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Խուջուջ մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը
կե բարակ թրվերում է մարալը Ուջուջ խացնում աշեն տելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջ կե բարակ